Սիրելի հինգյակներ, ես ուզում եմ ձեզ ասել, որ խնդիրը ձեր մեջ է, դուք էլ մեղք չունեք, որ 5 թվանշանի ներքո եք ծնվել, որովհետև մի բանը, որ այսքան շատ ուզում էիք, կարող է միտեղ մտնեք աշխատեք, կամ չգիտեմ, տարբեր ոլորտների հետ կապված, շատ շուտ կորում է ձեր մոտ այդ այրվում եք, շատ շուտ ու միտեղ չեք կանգնում, կարող է միտեղ մտնեք աշխատեք ու շատ շուտ հետաքրքրությունը ձեր կորի։ Նայեք, ինչն է հետաքրքիր, որ այստեղ ինչն է ձեզ բլոկավորում, ժամանակի զգացումը, որոնք դուք չունեք, միշտ շտապում եք, անընդհատ շարժման մեջ եք։ Հպարտությունը, գիտելիքի հետ կապված, որ դուք կարող եք սենց հպարտ այդ մասին խոսել, Խոսքի օրինակ, նաև կարող է բլոկավորել այն, որ դուք կարող մարդկանց ասեք, դու չգիտես, արի ես կասեմ, սենց արա կամ նենց արա։ Կամ խոսքի օրինակ, ասում եք, արի ես կսովորացնեմ, չգիտես։ Մարդկանց անընդհատ ինչ-որ այտենց խորհուրդներ կարող եք տալ, որոնք նրանք ձեզանից չեն խնդրել։ Այսա բլոկավորում է։ Իսկ ինչպես դուք կարող եք դա ձեզ մոտ դուք բացել, ակտիվացնել։ Նոր ինչ-որ շրջապատա ձեզ պետք, նոր գաղափարներ, նոր մարդիկ, ինչը կապ ունի մեծ մասշտաբների հետ, որովհետև 5-ը էլի բավականին մեծ մասշտաբների մասին է խոսում։ Եվ դուք պետք է միշտ լինեք ազատ ձեր գրաֆիկի մեջ։ Կարծում եմ հասկացաք։ Եթե ինչ-որ մի բան այսօրվա դրությամբ ես ձեզ տեղի կացրի, սիրելի հինգյակներ, ովքեր ծնվել են 5, 14 և 23 թվանշանի ներքո, եթե ձեր մոտ կար այս խնդիրները, որ դուք միտեղ չեք կարում կանգ առնեք, կիսատ եք թողում, հետո մյուսին եք վազում, կամ մի աշխատանքից 3 օր տևում, աշխատում եք, հետո մյուսին, ուրեմն ստեղ մի բան են չի, դուք պետք է ճիշտ աշխատացնեք ձեր դրական կողմերը, 5 թվանշանի, նաև վատ չէր լինի, որպեսզի դուք լեզուներ սովորեք, մի քանի լեզու։ Իսկ եթե կցանկանաք ավելի գլոբալ ինձ մոտ, խնդրեմ, կարող եք դիմել թվագիտության հետ կապված հարցերով, ձեր հոգեմատրիցայի հաշվարկի և բավականին ճշգրիտ ինֆորմացիաներ ստանաք, որը ձեզ կօգնի ձեր հետագա կյանքում թվանշանները ձեր ճիշտ օգտագործել, որովհետև մարդ, որ ծնվել է այս, ամբողջ ձեր թվերը պարունակում են ձեր ամբողջ կյանքը, այն ինչ լինելու է, ամեն մի սֆերայում կոդ է ձեր տարիներ անց, ինչ տարիքի ակտիվանում։